Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին ու ռադիո դիտողներին, դուք լսում կամ դիտում եք գործարար ալիքը, որի եթերում Modus Vivendi հաղորդումն է։ Առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Արա Պապյանն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Սաթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Անցյալ շաբաթ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ Երևանյան երկխոսություն ֆորումը, որի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեջբերում է մեզ համար կարևոր է, որ ապահովի Ադրբեջանից Ադրբեջան, նկատի ունենալով Նախիջևանից Ադրբեջան կապը, եւ այդ ֆոնին Իրանի փոխարտգործնախարարը նշեց, որ իրենց համար անթույլատրելի է միջանցքի տրամաբանությունը, որովհետեւ այն տարածաշրջանում կտրելու է կապը։ Եկեք հասկանանք այն դեպքում, երբ որ մենք Իրանից պարբերաբար ստանում ենք այդ ազդակները, ինչի կհանգեցնի այն, որ խոսում ենք այն մասին, որ մեզ համար շատ կարևոր է, որ Ադրբեջանից Ադրբեջան կապը պահպանվի, որ մենք հարգում ենք իրենց տարածքային ամբողջականությունը եւ պիտի դա տեղի ունենա ի վերջո։ Ճիշտն ասած, ես չեմ հասկանում, ինչու է մեզ համար կարևոր այդ կապը Ադրբեջանից Ադրբեջան, որտեղ նույն Ադրբեջանը ստորագրած լինելով, պարտավորված լինելով 5 կիլոմետր լայնությամբ Լաչինի միջանցքը բաց պահել պայմանական Հայաստանից Արցախ կապը, ես ասում եմ պայմանական, որտեղ ինձ համար Արցախ Հայաստանի մարզ է, դա խախտեց։ Ուրեմն այստեղ ոչ թե կարևորությունն է, այստեղ ինն է, որ մենք թույլ ենք ու մեզ ստիպում են դա անել, որտեղ մենք վախենում ենք դա չանենք։ Թող հեքիաթներ չպատմի կարևոր չի, ձեր ռեշչալներ չենք թողի։ Իսկ ինչու՞ չէ, 7 տարի իշխանության ես, բա երկիրը ուժեղացնել 20 թվից հետո անցել է այդ պատերազմից հետո։ Արդեն 25 թիվն է, սա վերջանում է, տարվեկեսն է, եկե արդեն բան չմնաց։ Հետևաբար չէ, դա կարևոր չի։ Ուղղակի, որովհետև դա ոչինչ չի տալու Հայաստանին։ Իսկ Իրանը իսկապես մտահոգված է, որովհետև այն ձևով, այսինքն էքստերիտորիալ իրավունքի ձևով, եթե Ադրբեջանը ստանա, կստացվի, որ Իրանից դեպի Հայաստան եկողը ինչ որ ձևով խաչաձևվելու է այդ ադրբեջանական, հիմա անվանումը կարևոր չի, Նիկոլ Փաշինյանը թվում է, թե ինքը միջանցք բառը չօգտագործեց, ուրեմն դա միջանցքային տրամաբանություն չի, իր ասելով ոչ, եթե այն մտնելու պահին, ինչպես հայկական բեռը մտնում է Վրաստան, այն, ասենք, պիտի կապարակնքվի, ստուգվի, համապատասխան փաստաթղթերը նայվեն, անձի ստուգումն իրականացվի, հետո անցնեն դուրս գալուս էլ է նույնը։ Ավելին ասեմ, այսօր Վրաստանը, օրինակ հայկական խմիչքի նկատմամբ որոշակի, ինչ ասեմ, պատժամիջոցներ ա կիրառում, ասում են, որ իրանք լավը չեն։ Ես պիտի լաբորատոր ստուգումների անցկացնեմ։ Եվ ըստ բոլոր միջազգային օրենքների եւ այլն, դա իրենց հետ կապ չունի, իրենք պիտի ապահովեն տարանցումը։ Այս պարագային Ադրբեջանը ուզածը դա չի։ Ադրբեջանը ասում է, ես գամ անցնեմ այդ տարածքով, ոնց որ կանցնեմ իմ տարածքով, այսինքն դուք ընդհանրապես իրավունք չունեք որևէ ձևով լինի փաստաթղթային, լինի փաստացի այդ բեռին անդրադառնալ։ Այդ նշանակում է տարածք Ադրբեջանի տանել։ Անկախ նրանից այն մնում է Հայաստանի կազմում, եթե նրա վրա իրավատիրությունը իրագործում Ադրբեջանը, եթե Հայաստանը այնտեղ որևէ վերահսկիչ գործունեություն իրավունք չունի անելու, էլ ինչ հայկական տարածք։ Եվ վստահ եմ, իրենք պնդելու են նաև նրան, օրինակ, եթե վթարներ տեղի ունենան այդտեղ, հայկական ոստիկանությունը չպետք է ստուգումներ իրականացնի եւ այլն, իրենք ուզում են էքստերիտորիալ իրավունք։ Դրա համար էլ դա Հայաստանի, անգամ սովետական Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում է, դրա համար Իրանը դեմ է իր շահերից ելնելով։ Իսկ Էրդողանը ի տարբերություն Իրանի, այսինքն Թուրքիան ի տարբերություն Իրանի, ողջունում է Զանգեզուրի միջանցքին ուղղված ցանկացած քայլ, որը կտանի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, իբրև թե բայց ես կուզեմ հասկանանք, միշտ մենք ասում ենք, որ Իրանը թույլ չի տա, Իրանը դեմ է եւ այլն, բայց ինչ կանի Իրանը, արդյոք դա պատերազմը կլինի։ Չէ, մենք չենք ասում, մենք ասում ենք, որ Իրանն է ասում, որ թույլ չի տա։ Հիմա թե Իրան ինչ կարող անի, այդ ուրիշ աստ, Իրանը շատ բան չի կարող անի։ Կախում ունի, թե ովքեր են այդ միջանցքի թիկունքին կանգնածները։ Եթե Թուրքիան ու Ադրբեջանը միասնական են, իսկ իրենք առնվազն միասնական են ընթացում, Իրանը առանձնապես բան չի կարող անի։ Իրանը Թուրքիայից թույլ երկիր է եւ տնտեսապես եւ ռազմականապես։ Էլ չեմ ասում, որ Իրանը գտնվելով մեկուսացման մեջ, այսինքն ամբողջ լրատվական դաշտը եւ դիվանագիտական տեղեկատվությունը Իրանի դեմ ալնելու,
Սա միայն երկու երկրների մասով ենք խոսում, բայց Իրանի ցանկացած ներքաշում պատերազմի մեջ դա բերելու է հաստատապես Իսրայելի ներգրավվածությանը եւ Իսրայելը դա շատ է ուզում, Իսրայելը Միացյալ Նահանգները թույլ չեն տալի եւ շատ հնարավոր է միջից Ռուսաստանի միջանցքի առումով, որտեղ Ռուսաստանը եւս շահագրգռված այդ միջանցքում ունենալ։ Պարզապես ինքն էլ ուզում է, որ ոչ թե թուրքերը, այլ ՖՍԲ-ն վերահսկի։ Դա կարևորագույն միջանցք է եւ պատահական չի, որ հունիսի 2-ին Ֆրանսիան Գորիսում բացում է թեկուզ եւ պատվով հյուպատոսարան, բայց ամեն դեպքում որոշակի դիվանագիտական ներկայացուցիչ եւ դրանից առաջ ուներ Իրանը։ Ինչու են անում, որտեղ այս երկու երկրները շահագրգռված են ամեն դեպքում հյուպատոսարանը դա եւ քաղաքական դիվանագիտական ներկայացուցիչն է եւ որոշակի ոնց ասած տեղում սկզբնաղբյուր ինչա կատարվում, որ ոչ թե լսելով կամ բան, այստեղում իրենք ականատես լինեն եւ դա զեկուցեն։ Շատ բան կախված Ամերիկա-Իրան հարաբերություններից։ Մենք հիմա տեսնում ենք լուրերը հակասական են, երբեմն շատ այսպես հուսադրող են, երբեմն ոչ այնքան հուսադրող, դրանց էլ կախված է, մենք էլի բազմից անդրադարձել ենք։ Եթե Ամերիկայի հետ լեզու գտավ Իրանը, ինքը կարողանա խուսափել պատերազմից։ Եթե լեզու չգտավ, բնականաբար պատերազմ կլինի եւ Իրանի դեմ Ալջիշտ ինքից խալան ոչ թե պատերազմ կլինեն հարվածներ Իրանի տարածքի նկատմամբ ոչնչացնելու որոշակի լինի ատոմային ինչ որ լաբորատորիաներ հարստացման, այսինքն ուրանիումի հարստացման լինի, չգիտեմ, զենքի։ Հիմա տեսեք Ուկրաինա Ռուսաստան պատերազմը այս վերջին օրերը ցույց տվեցին այն բանից հետո երբ որ եվրոպացիները սահմանափակումները հանեցին Ուկրաինայի տարածքից ռուսական տարածք խփելու վերաբերել, որտեղ առաջ սահմանափակում կար, հիմա ուկրաինացիք, ինչ ասեմ, հազարավոր կիլոմետր խորք են կարողանում խփել տարբեր եղանակով, դա միայն բանի տարածքից չի, ասենք Ուկրաինայի դեր իրանք խորամանկորեն օգտագործում են այլ բաներ, բեռնատարները ներս են գնում, հետո սիրուն բեռնատարներից դուրս են գալի դրոնները։ Նույն բանը հաստատ անելու է Իսրայելը պատահական չէ, որ դեռևս տարիների վեր ունի վարձակալած օդակայաններ, կառուցում այդ օդակայանները նախորդ շաբաթ մի տեր, ասենք Լաչինում բացեց երրորդ օդակայանը, այսպես ասած Արցախի եւ Արցախի շուրջ, հիմա լուրջ մի հատ էլ գումարած Ստեփանակերտինն է, մենք ծախսեցինք փող դրեցինք, իրանց մնաց այդ ամբողջը, հերոսաբար մեկ ասում էր, որ առաջի ուղևորի էս դիլնեմ, բայց ձևել չթռավ, ասաց նրանք 4 օդականն են, հիմա իսկապես այդ կիսադատար տարածքը 4 օդականի պետք ունի, չէ, այդ բոլորը բան են, ռազմական պատերազմի ժամանակ հնարավոր վասկուղիներ են։ Լինի Հայաստանի դեմ, լինի Իրանի դեմ, ավելի մեծ բան, լինի Ռուսաստանի կամ Վրաստանի դեմ։ Թող որևէ մեկը չկարծի, որ վաղը միսօր Ադրբեջանը չի կռվելու Ռուսաստանի դեմ, թող ռուսները իրանց չխաբեն։ Եթե պատերազմ եղավ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, իսկ այդ պատերազմը հաստատապես լինելու է ուշ թե շուտ։ Իրանք խիստ հակոտնյա շահեր ունեն եւ ուզում է Թուրքիան Ռուսաստանը տրոհի այդ տեր կանգնի իր եղբայրակիցներին, որ էլի բնական հասկանալի ցանկություն է, ինչա որը մեկը կասկածում ադրբեջանական բանակում կողմից է կռվելու, ադրբեջանական բանակ կռվելու է թուրքերի կողմից Ռուսաստանի դեմ եւ այն բոլոր զենքերը, որ իրանք ծախում էին մեր դեմ, իրենց դեմ է գործածվել։ Վերջո բումերանգի օրենքը գործում է նաեւ քաղաքականության մեջ։ Դուք խոսեցիք Ֆրանսիայի պատվո հյուպատոսության բացման մասին, որը տեղի է ունենալու այսօր հունիսի 2-ին, ես մեր ռադիո լսողներին ու ռադիոդիտողներին նշեմ, որ մենք ձայնագրվում ենք հունիսի 2-ին, բայց հիմա ընթանում է բացումը հենց։ Այո։ Բայց ես կուզեմ այլ հարցի անդրադառնանք, արդյոք չէին ի սկզբանե որոշել, որ պիտի գլխավոր հյուպատոսություն բացվեր, ոչ թե պատվո հյուպատոսություն, որովհետև պատվո հյուպատոսությունը շատ ավելի ցածր է իր աստիճանով, այնտեղ քաղաքացիական ծառայություն չկա եւ անձեռնմխելիություն չունի կառույցը, ուղղակի ինչ որ հումանիտար եւ մշակութային գործունեություն է ծավալելու։ Այս փոփոխության պատճառը ո՞րն էր ձեզ։ Ես կարծում եմ բուսական ճնշումն է եւ Նիկոլ Փաշինյանի հերթական ոչ սկզբունքային անողնաշար քաղաքականությունը, ինչու, որտեվ ինքը անելով այս քայլը ֆրանսիացիների ներկայացնում ասում տեսեք,
ես ռուսներին սա էլ չեմ տալիս, բայց ձեզ պատվոյպես գոնե տեղ եմ տվել։ Ռուսներին ասում է, տեսեք, իրանք ուզում էին գլխավոր հյուպատոսարան, եւ մենք Ֆրանսիայում ունենք այնտեղ բացի Փարիզից Լիոնում ունենք Մարսելում ունենք հյուպատոսարաններ եւ այլն, դա փոխադարձության սկզբունքով պիտի բանի, ես իրանց չեմ տալի գլխավոր հյուպատոսարան կարգավիճակ, ինքը ուզում է բոլորի հետ լավ լինի, փորձը ցույց է տալիս, երբ որ կա դիմակայության փուլ, իսկ հիմա այդ փուլն է բոլորի հետ լավ լինելու քաղաքականությունը, ի վերջո բերում է նրան, որ դու ոչ մեկի հետ էլ լավ չես, որևէ մեկը չի ուզում հանուն քեզ լուրջ քայլերի դիմի, որովհետև դու իրան լուրջ աջակցություն չես ցուցաբերել, թե այստեղ կան էլ հայտնի չի, ասենքն ով այդ աջակցությունից ավելի շատ օգտվում Հայաստանը, եթե Ֆրանսիան գլխավոր հյուպատոսությունով ներկայացված եւ լիարժեք լիրավ դիվանագետներով թե պատվո։ Ուղղակի մենք համատության մեջ դիտելով այս պատվո հյուպատոսարանը որպես դրական քայլ ենք համարում, բայց կրկնում եմ, սա շատ փոքր քայլ է եւ շատ լուրջ բաներ պիտի արվեն, որպեսզի հնարավոր լինի այդ վտանգը, գոյություն ունեցող վտանգը Սյունիքի վրա կախված չեզոքացնել։ Սյունիքի վրա կախված վտանգի մասին հետաքրքիրն այն է, որ առաջինը ահազանգում են ոչ թե երկրում, այլ երկրից դուրս, մասնավորապես Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն է ասում, որ Հայաստան-Ադրբեջան լարվածությունը մեծանում է եւ իրենք ամեն ինչ անում են, որ հանդարտեցնեն իրավիճակը, գումարած դրան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարն է ասում, որ Սյունիքի շուրջ այս բային լարվածությունը շատ մեծ է եւ մեզ մոտ մենք անդադար գնում ենք դեպի խաղաղությունն ենք մեր օրակարգում միայն տեղավորում, գումարած դրան Սարդարապատի հուշահամալիրից հայտարարում ենք, որ պատերազմ չի լինելու, բայց կրակում են խոզնավարում Սյունիքի շրջանում։ Ինչ եք կարծում, ընդհանրապես ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ առաջինը դրսից են այդ մասին մեզ ասում, ոչ թե ներսում, եւ արդյոք այս ժեստը Ադրբեջանի կողմից է պարբերաբար կրակել հենց Սյունիքի ուղղությամբ, նշանակում է, որ իրենք կոնկրետ ուզում են ստանալ միջանցքը եւ դա այլ կերպ կամ պատերազմի նախադրյալ է, դա ինչ եք կարծում։ Իրենք ոչ միայն Սյունիքն են ուզում ստանալ, իրենք ուզում են նաեւ ստանալ Վայոց-Սորը, Շիրակը, Երևանը, Գյոքչեն եւ իրենք ամեն ինչ են ուզում։ Պարզապես հասկանալի է, որ որպես առաջի փուլ կարևորը Սյունիքն է։ Սյունիքը ամենախոցելին է, Սյունիքի ամենանեղ հատվածը ընդամենը 27 կիլոմետր է, որտեղ հենց իրենք փորձեցին ջերմուկից այդ ուղղությամբ իջնել հարավ եւ կտրել Սյունիքը, Սյունիքը նաեւ Հայաստանի բյուջեի 2/3-ն է, մի մոռացեք։ Այդ հանքերը, հումքը, որ այդ ամբողջը կա, իսկ իրենք լավ են հասկանում, եթե իրանք Սյունիքը կտրում են, դա Հայաստանի ոչ միայն տարածքային կորուստ, այլ նաև Հայաստանի սնանկացում է տնտեսական առումով։ Նիկոլ Փաշինյանը ինքը իրեն խաբել է եւ խաբում է ժողովրդին, որ իբր թե կարելի է ստորագրել փաստաթուղթ եւ այդ փաստաթուղթը կբերի խաղաղություն եւ դրա համար է որ դրսից է այդ ահազանգը ոչ թե ներսից, որտեղ ինքը ուզում է ցույց տա դիմացնել ընտրությունները, որ ես ձեզ բերում եմ խաղաղություն։ Հետո ինքը կասի, այ կներեք իրավիճակը փոխվել չեղավ խաղաղությունը, բայց իրան պետք է, այո, ինքը ասում է չի լինի պատերազմ, ես ձեզ ասեմ, դա իր եւ ասենք տրամաբանություն ուշում է իր եւ Ալիևի, այսպես ասած, փոխադարձ հերթական պայմանավորության արդյունք է, որտեվ ընտրություններից առաջ ցանկացած պատերազմ նշանակում է ձախողում Նիկոլ Փաշինյանի այդ տարփողած գովազդած քաղաքականության, որ տեսեք մենք այսքան բան տվեցինք եւ խաղաղություն ստացանք։ Իսկ եթե պատերազմ լինի, այդ դեպքում բնականաբար բոլորը հարց պիտի տան, բա այդ կան տվեցինք Արցախը տվեցինք, ես չեմ ասում են 3.500 քառակուսի կիլոմետրը, որը պատերազմով պարտվեցինք, տվեցինք։ Լինում է երկրները պարտվում են, ես ասում եմ 4.500 քառակուսի կիլոմետրը շատ ավելի պաշտպանունակ տարածքի անձնումը, մասնավորապես Ղարաբաղը եւ Բերձորը, որը Ադրբեջանը հաստատ ռազմականապես չէր կարող գրավել, կամ գրավել այնպիսի մեծ զոհեր կպահանջեր, որ իրենց ատամները կջարդվեր։ Հիմա այդ ամբողջը տրվել է, իրենք նաև ես բառացիորեն 3 են վերադարձել Սյունիքից, երբ որ ասում ես իշխանասարով, այդ ճանապարհը եւ ամբողջ իշխանասարը հենց այդտեղ երևում է, այդ ամբողջ իրանք գրավել են, այդ իրանք վերահսկում են եւ այնտեղ մենք այսինքն
Սյունիքի տարբեր գյուղերում ասում են այստեղ անգել արկերը, այստեղ հովիվ երիտասարդ է մահացել եւ այլն։ Արդեն բոլոր տարածքները հանգիստ գնդակոծելի են, ոչ միայն դիտելի են, այլ գնդակոծելի են։ Պարզ ասած, իշխանասարի այդ դիրքերից իրենք կարող են Սյունիքի մեծ քաղաքները ուղղակի գրադի հարվածով տնել եւ ոչնչացնել։ Հիմա այդ ռեալ ռազմական վտանգը թողած դուք չեք կարողանում իսկի պահանջեք, որ հարգենեն ինչը որ դուք ստորագրել եք, ի վերջո ստորագրել եք, չէ՞ որ այդ բաները իբր թե պիտի այդ բանը լինի, գրավյալ տարածքներից պիտի հանեին, իսկ դա գրավյալ չի եղել, չէ, իրանք էլ եկել գրավել են։ Կարճ ասած, ես էլ եմ կարծում, որ հիմա եթե այսպես ասենք այս վերջերս թուրքական հերոստատեսության պատահական չէր, որ խոսքեր գնում, որ պետք է ամեն ձև աջակցել Նիկոլ Փաշինյանին, որ նա մնա իշխանության, ում պետք է աջակցել նաև ռազմական ուժով։ Այսինքն իրենք քանի գիտեն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, իրանք պատերազմի չեն գնա, որտեղ Նիկոլ Փաշինյանն իրանք առանց պատերազմի են սկսելու ստանալու ամեն ինչ։ Ուրիշ բան է, եթե զգան, որ Նիկոլ Փաշինյանը պարտվում է, այսինքն պատերազմի հրահրումը այլևս ոչինչ չի փոխելու։ Միևնույն է Նիկոլ Փաշինյանը պարտվում է, այդ ժամանակ կարան գնան պատերազմի։ Իրենք պատրաստ են գին վճարել իրենց ազգային նպատակների համար, թվում նաև մեծաթիվ զոհերի թվով։ Ընդ որում նաև քարոզչական պատերազմն էլ է ակտիվանում վերջին շրջանում, որովհետև Լաչինում, երբ որ հանդիպում էին Ալիևը, Պակիստանի վարչապետն ու Էրդողանը, հանդիպման ընթացքում Ալիևը ասաց, որ Զանգեզուրը արևմտյան Ադրբեջանի մի մասն է, պատմական Ադրբեջանի հող է, որը անարդարացի կերպով չի միացվել Ադրբեջանին։ Սա էլ կարծես հող է նախապատրաստում դրան։ Նախ ասեմ, որ սա նորություն չէ, այս խոսույթը Ալիևի կողմից։ Պակիստանցիք էլ բնականաբար աջակցում է, որտեղ Պակիստանը որպես ծայրահեղ իսլամական երկիր առաջնորդում է իսլամի սկզբունքով, որտեղ որ իսլամի զինվորի ոտը երբևէ եղել է, դա իսլամական հող է։ Այսինքն Հայաստանից մինչև Իսպանիա, մինչև Անդալուզիա եւ այլն։ Այսինքն մի անգամ գրավված հողը դա արդեն իսլամական է։ Երբ որ ինքը ասում է պատմականորեն Ադրբեջան, ասենք Ալիև ինչի համար ասում, որ սա իսլամական հող է, եկեք աջակցություն։ Հիմա ինչ անում սա դիմաց մեր ճակերտավոր իշխանությունը, ինքը հակառակն է անում։ Փոխանակ ասենք հիմա արևմուտքում գլուխ բարձրացող պահպանողական ուժերի, որոնց այսպես ասած աճ կենտրոնամետ ուժեր են, որոնց համար կրոնը եւ քրիստոնեությունը դառնում է արժեք եւ դառնում է քաղաքական կիրառման բան, փոխանակ այս ամբողջը ոնց որ ասած նրանց հետ քննարկի, սա է, ուրիշ ճար չկա։ Շատերը ասում են կրոնական բնույթ պետք չի տալ այդ հակամարտության, կներեք, այս միշտ էլ այդ կրոնական բնույթը միշտ էլ եղել է։ Այդ որ իսլամական համաժողովում կամ արաբական երկրների համաժողովում բանաձևեր չեն ընդունել հոգուտ Ադրբեջանի ի վնաս մեզ, այդ թվում նաև Իրանի քվեարկությամբ մեր դեմ պետք չի ինքնախապեյությամբ զբաղվել։ Այսինքն կա իսլամ քաղաքական իսլամ, որը աջակցում է իրար զուտ իսլամի առումով։ Հիմա Իրանը երկակի վիճակի մեջ է, որտեղ որպես իսլամական երկիր աջակցում է, բայց որպես աշխարհաքաղաքական շահեր ունեցող մեզ աջակցում է հարցով, բայց ինքը երբեք չի կարող գնալ իսլամական աշխարհի դեմ այդ բաներում, էլի դա հնարավոր չի։ Դրա համար այսպես երկկողմի մեջ ինքը ուրիշ ձև է խոսում, բազմակողմ հարթակում լրիվ ուրիշ ձև է խոսում։ Էլի եմ ասում, եթե իրենք վստահ լինեն, որ իրենք ստանում են եւ առայժմ ստանում են Նիկոլ Փաշինյանից առանց պատերազմի այն ինչ որ ուզում են, ասում են երկու հատ էր մնացել 17-ից չհամաձայնեցած, հիմա 17-ն էլ համաձայնեցան, դրանից հետո դրեց Ալիևը սահմանադրության հարցը, Նիկոլ Փաշինյանը ասաց կփոխենք։ Եթե անգամ ասեց պայմանագիրը սահմանադրության հետ հակասության մեջ մտնի, մենք սահմանադրությունը կփոխենք, ոչ թե պայմանագիրը կվերաբանացնենք, սահմանադրություն ասել է, ընդունել է, մյուս պայմանը եվրոդիտորդների սահմանի վրայից հեռացնելը, էդ էլ ասել կանենք։ Այսինքն դա 17-ից արդեն ավելն է։ Այսինքն եւ լիքը, այսինքն ինչի պիտի պատերազմ ապուշչալ եւը։ Եթե դու կարաս, այն որ ասում է գնամ, կացինս բերեմ, ծառը կտրեմ, այդ արտահայտությամբ ձակը գցեն տանես, ինչի պիտի հարցակվես վրա։ Այստեղ խնդիրը հետեւյալն է, որ դու պետք վիճակ ստեղծես, որ դու ասես քո մի կացնի դիմաց երկու կացին էլ ես ունեմ։
պես որ խելոք նստի, դու իմ ծառը կկտրես, ես քո ամբողջ այգին կացնահարեմ, ոչինչ չի մնա քո երկրից։ Քո նավթամուղերով, գազամուղերով, չգիտեմ, նավթային պաշարներով եւ այլն, Ուկրաինան ո՞նց է պաշտպանվում։ Ինչի մեր պատերազմի ժամանակ ոչ մի նավթամուղ, ոչ մի նավթաբազա չոչնչացվեց Ադրբեջանում, անգամ փորձ չարվեց։ Եվ չէին կարող հենց այդ պատճառով, որտեվ ոնց ասած չկար այդ ցանկությունը լուրջ հաղթելու։ Իսկ իրանք ինչ որ պետք էր օգտագործեցին վերդեմ եւ օգտագործում են։ Դրա համար հիմա այսպես է, ցավոք սրտի այս միտումները ներքաղաքական բնավ բան չեն, էլի, ինչ ասեմ, մեր օգտին չեն։ Ես Սյունիքում գնացի բավականին մարդկանց հետ խոսել եւ այլն, իրանք էլ են նկատում, որ իրենց գյուղացիները արտագաղթում են։ Եվ ոչ միայն արտագաղթում են դեպի Ռուսաստան ու օտար երկրներ, որը միշտ է եղել եւ կա։ Հիմա արտագաղթում են դեպի Կոտայք, դեպի ասենք Երևան էլ չէ։ Հիմա Երևան կարելի ասել, որ Երևանը դե գործը բանա չէ, իրանք գնում են ավելի երկրի այսպես խորն են քաշում, որտեվ կա ներքին անհանգստություն։ Իրանք չեն վստահում։ Բայց իրանք պատրաստ են կռվելու, ինչպես մի նախկին զինվորական ասեց, Սյունեցի, որ ես գաղթական չեմ դառնա, ես կկռվեմ, կմեռնեմ, հավատում եմ, բայց ինչքանով ինքը կարողանա, այսպես ասած, որպես աշխարհազոր ինչ որ բան փոխել եւ դրոնով իրան կտոր չեն անի, Աստված գիտի։ Մարդիկ պատրաստ են։ Խոսում ես մարդ եկել է Ռուսաստանից 20 թվականին ուրիշ մեկի մասն եմ ասում, տարբեր մարդիկ են։ Եկել է ու պատրաստ ասում եմ, չեմ գնում, ստեղ եմ, մնալու եմ, ես եմ անելու։ Եվ այլ, այդ հասկանալի է։ Բայց ընդհանուր այդ ընտանիքները, երիտասարդությունն ու այդ երեխաների հարցը ուրիշ է։ Բա դու ասենք չունենաս պետություն, որ ասենք մտածես ինչ անում։ Կրկնում եմ, խաղաղության պայմանագրերը աշխատում են այն ժամանակ, երբ դու հարկադրում ես այդ խաղաղությունը։ Խաղաղություն չես կարող մուրալ, երբեք չի եղել։ Սառը պատերազմի ժամանակ ՍՍՀՄ եւ Արևմուտքը, կամ Վարշավյան բլոկն ու Արևմուտքը ինչու չպատերազմեցին։ Որտեվ շատ պարզ էր, կոչվում էր double containment, կրկնակի զսպման քաղաքականություն էր։ Մեկը մյուսին զսպում էր։ Այսինքն այնպիսի կարողություն ունեին կողմերը, որ եթե անգամ առաջի հարվածը ստանային իրենք եւ կորցնեին իրենց մարտական ատոմային գլխիկների մեծ մասը, միևնույնն է եղածը բավարար էր թշնամուն լրի ոչնչացնելու համար։ Դա է միակ տարբերակը, այսինքն ինքը պետք է իմանա, որ եթե ինքը հարձակվեց եւ ինչ որ մի բան ոչնչացրեց, գրավեց, ինքը դրա տասնապատիկը պետք է ստանա։ Ցավալի է, ուրիշ բան չկա։ Հիմա գիտեք, կարելի է զբաղվել թուղթուգիրով, ինչ որ բաներ անել, իմջալոց Նիկոլի արածը թուղթուգիր է։ Իրան թվում է ինքը թղթով խոսած, Երևանյան դիալոգով խոսած, ես մի շատ կարևոր երկրի ներկայացուցիչ եկավ իմ հետ հանդիպման։ Իր ցանկությամբ եւ այլն մարդը հարց ասում է ինչ էրա խոսում։ Ասում դու ես ընդդրան արստայր։ Մարդիկ հասկանում են որ դա անհեթեթություն դեպ ասեմ որևէ բարձրաստիճան ներկայացուցիչ չկար։ Բացառությամբ Սլովակիայի պուտինական վարչապետի որևէ խելքը գլխին մարդ չկար, այսինքն նկատեմ ինչ որ ներկանալի։ Հա ինչ որ երրորդական, 8-րդական պաշտոնյաներ կա, ինչ որ բաներ կային, ով կար։ Այսինքն մի մարդ Սլովակիայի վարչապետեսկի բարև չեն ուզում տան Եվրոմիությունում բերելս, լավ Օրբանին չէր բերել։ Այսինքն Օրբանի կարգի մարդ է։ Եվ այդ նրանք զենք են ծախել Ադրբեջան։ Հիմա իրանց ճաղում են, չէ՞, կան որոշ հայրենասներ, որ Ուկրաինան ֆոսֆոր ծախեց, բան, Ուկրաինան ֆոսֆոր չուներ էլ որ ծախել, հարց այդ չի։ Բայց որտեղ Չեխիան ու Սլովակիան մենք գիտենք, որ բաներ են այդ հրանոթային համակարգեր են ծախել, էլի, եւ այլն բան, բա ինչ բան չէի կանում այդ հայրենասիրական ցևով չասեցիք, ես ում ես կանչում։ Երանք այն մարդիկ են, որոնք իսկապես մեր դեմ զենք են ծախել եւ այլն, հետո այդ Երևանյան բանը, ինչ ասեմ, հա կարելի անել, բան չունեմ ասելու, եւ անում Ալիևը այդ առումով, բայց խնդիրն է դու ինչ ես քո արժեվ նպատակը դնում։ Եթե դու կանչում ես ինքնագովազդով զբաղվելու, չի աշխատում, որտեվ այդ մարդիկ, կոնկրետ ինձ այդ խոսացողը շատ լուրջ երկրի այսպես ասած պրոֆեսիոնալ քաղաքագետ է, քաղաքագիտությամբ զբաղվող։ Նա հասկանում է, չէ՞,
Նա ինչ որ թվեր է նայում, բանա հարցնում, որ դուք ինչքան է սպանից ունեք, պաշտպանական առաջի գիծը, երկրորդ գիծը, բա որ այս ճանապարհը կտրեն ինչ պիտի անեք, այդ բավոր տարբերակով, պարզվում է, որ ոչ բան չկա։ Հա, այսինքն դուք ուզում եք մի հատ թուղթ ստորագրեք ու ինքը Ալիևն ասի մամայի արև ու չարցակվի, դե այդ դեպքում ասում եմ դուք լուրջ չեք։ Այո։ Շնորհակալություն պարոն Պապյան զրույցի համար, մեր եթերաժամանակը մոտեցավ իր ավարտին, իսկ ես մեր ռադիո լսողներին ու ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ եթերում Modus Vivendi հաղորդումներ, իսկ մենք ինչպես միշտ կհանդիպենք հաջորդ երեքշաբթի։